Պարոն Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործի վերաբերյալ ինչ կարող եք ասել, քննչական կոմիտեն ծավալուն հաղորդագրություն էր տարածել եւ ըստ էության 3 դրվագով մեղադրվում է Գագիկ Ծառուկյանը։ Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, կարծում դա բոլորին է ակնհայտ։ Մարդկանց մանդատները գողացան 60,000 ձայն, հիմա փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել ըստ էության քաղաքական ուժի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն, լավ գիտակցել է, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից եւ նման կերպ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների հետապնդումով փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու եւ իր դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնելու համար։ Ընդդիմության քայլերը այս վերջին ինչպես պաշտպանել, որ ինչպես հասկանում ենք, որևէ ընդդիմության լիդեր ազատված չէ նման հետապնդումներից, գործերից։ Գիտեք, ես այն ինչ որ պետք է ասեմ, առաջին անգամ չի կամ նոր չեմ ասում։ Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, որը չունի սրբություն, որը չունի կարմիր գիծ, որ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, այս իշխանության դեմ պետք է ինստիտուցիոնալ համակարգված դիմադրություն, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները, մեր երկրի համար մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղ են իրենց ջանքերը, կազմակերպենք այս դիմադրությունը եւ հասնենք փոփոխության։ Այլ պարագայում, եթե դուք նկատել եք, այս նախորդ 5-6 տարիների ընթացքում, ես հենց հիմա գիտեմ քաղաքական գործիչ, նախկին պաշտոնյա, չգիտեմ ոնց կուզեք ասեք, ով անազատության մեջ է, 3 տարի առաջ ասում էր, դա ինչ կարիք կա այս մարդկանց դեմ պայքարել։ Շատերը այս ժամանակահատվածում մտածել են, որ այս չարիքը իրենց տուն, իրենց ընտանիք չի մոտենալու, ու եթե մենք նախորդ 6 տարվա ընթացքում ունենայինք մի շրջան, երբ որ դաշտի բոլոր ուժերը անխտիր այս նպատակի շուրջ միավորվեին, ջանքերը դրածելն, այսօրը չենք հասցնի։ Այս ժամանակահատվածում եթե մենք տեսնում ենք, տարբեր միավորներ առանձին, ոմանք իրենց ամբողջ կարողությամբ, ոմանք ավելի փոքր հատվածով պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, մի շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեն։ Հետևաբար ճանապարհը մեկն է, համակարգված դիմադրություն այս գործով հանցավոր ռեժիմի դեմ։ Այլ ճանապարհ չէ։ Իհարկե, այդ պարտականությունը, այսպես ասած, պատասխանատվությունը ունեն հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում նաև մենք։ Բնականաբար մենք չենք խուսափում մեր այդ պատասխանատվությունից եւ նախորդող ժամանակահատվածում էլ առնվազն մի քանի խոշոր նախաձեռնություններ արել ենք, այդ պատասխանատվությունը ստանձնել ենք, փորձել ենք հասնենք վիճակի փոփոխության։ Միասնական հանրահավաքի վերաբերյալ պարոն Սաղաթելյան, ինչ նորություն կա։ Ի վերջո դա տեղի ունենալու է, չի ունենալու, թե այն որ արդեն երկու խմբակցություններն էլ որոշել են մանդատները վերցնել, այդ հավաքը այլևս բացարձակ մանդատները հանրահավաքի հետ կապ չունի, մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը առնվազն խորհրդարանական հրաժարվում է փողոցային պայքարից, իսկ հարցի սկիզբը ոնց է։ Հանրահավաքի մասին նորություն կա։ Իսկ տեսակ ընդամենը 4 օր առաջ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ հայտարարեցին կարևոր օրակարգային հարցերի շուրջ համախոհություն ունենալու հետ կապված։ Դա ենթադրում է, որ այդ օրակարգային կետերը պետք է բացվեն, ընդլայնվեն եւ այդ օրակարգերի սպասարկման շուրջ ձևավորվի ճանապարհային քարտեզ։ Հետևաբար բնականաբար եւ հանրահավաքներ լինելու, եւ փողոցային պայքար լինելու, այստեղ խնդիրը երբ ինչ կառուցվածքով եւ ինչ ուժերով այդ քննարկումները շարունակվում են դաշտում։ Պարոն Սաղաթելյան, իսկ հնարավոր համարում եք, որ ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների, օրինակ ձեր դաշինքի մյուս ուժերի նկատմամբ էլ նոր ինչ-որ ռեպրեսիաներ լինեն, փորձեն մեկուսացնել նաեւ դաշինքների առաջնորդներին։ Նախորդ 7-8 տարիների ընթացքում դա տեղի ունեցել է, այս ինչ որ կատարվում է, սա
չգիտեմ, առնվազն մեր համար որևէ նորություն չի։ Այս նույն մեր նկատմամբ, դաշնակցության նկատմամբ, մեր դաշինքի նկատմամբ, իմ ընկերների, իմ բոլորի նկատմամբ այս քանի տարիներ տեղի ունեցել է եւ իհարկե եթե ուժները հերիքի, եթե կարողանան հաղթահարեն այս ձերբակալությունները, առաջիկայում այս չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը Հայաստանում հետապնդվելու է։ Ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, ինքը հետապնդվելու է։ Այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման process-ի հետ կապ չունի ինքը զբաղվում է քաղաքականությամբ թե ոչ։ Ինչ որ մի պահի հիշեք այսօր, եթե սրանք մնան, ինքը եւս հայտնվելու է այս ամեն ինչի մեջ։ Հետևաբար սա բոլորի խնդիրն է։ Պարոն Սաղաթելյան, մեկ հարց էլ կներես էլի Մերի ջան։ Քննարկման առարկա կարող է դարձվել նաև այսպես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդության հիման վրա օրենսդրական փոփոխությունները, որով հնարավոր է սահմանափակվի, արգելվի այսպես ճակերտավոր ասած ընտրակաշառքի գործերով անցնող անձանց կուսակցությունների մասնակցությունը հետագայում նաև ընտրական process-ներին։ Այդ փոփոխությունները նաև քաղաքացիներ, որ օրենսդրական փոփոխություններ էր նաև սահմանվում, որ անձինք այո պետք է հետապնդվի քաղաքացիական պայմանագիրը։ Դուք սահմանադրական դատարանում լսեցիք մեր փաստաբանների շատ կոնկրետ տվյալներ, թե իրենց ընտրարշավի իրականացման համար քանի միլիոն դրամ են թաքցրել։ Հետևաբար մենք լավ հասկանում ենք իրենք տարբեր նախաձեռնություններով, այո, եթե շարունակեն մնալ, փորձել են ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել։ Այս մարդու ճանապարհը դա է։ Վերջում օրենք է բերելու, ով ԿՊ-ին չի քվեարկում, թող ընդհանրապես ընտրության չգնա։ Իրականում այս տրամաբանությամբ ինչ որ անում է, սրա վերջը է տալ լինելու։ Ով ԿՊ-ին չի քվեարկելու, թող ընդհանրապես ընտրության չգնա։ Հետևաբար այն ինչ որ ինքը արել է ու անում է, այս ամեն ինչը կանխատեսելի է։ Եթե դուք մի քանի ամիս առաջ մեր հերթով այն սրա վերարտադրվել ինչա ենթադրում, այստեղ մեր համար որևէ նորություն չկա, պարզ է քիչ ճանապարհվալին։ Խնդիրը սրա դեմը ոնց ենք առնում, որ ուժերն են պատրաստ մինչև վերջ վաբանկ գնալ եւ պայքարել այս հանցավոր ռեժիմի դեմ եւ այդ ճանապարհային քարտեզը, որը կարծում եմ ընդդիմադիր դաշտում կա այդ խորը գիտակցությունը, մի շարք նաեւ տարբեր տեսակի ամբիցիաներ պետք է մի կողմ դնել, հասնել այդ համախոհությանը, ձևավորել այդ ճանապարհային քարտեզը, հանրությանը ներկայացնել, որտեղից ենք սկսում, ուր ենք գնում, ինչ արդյունք, պարզ խոսել, որ նաև կա բազմաթիվ դժվարություններ, որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որ մի հանրահավաքով, մի քայլով այս իշխանությունից ազատվելու է։ Նորից եմ ասում, պետք է նկատի ունենանք, կա իշխանություն, որը ունի արտաքին աննախադեպ աջակցություն, նաև թուրք-ադրբեջանական աջակցություն, իշխանություն, որը չունի կարմիր գիծ ու ունի իրեն ծառայող հլու հնազանդ իրավապահ համակարգ։ Հետևաբար սա ենթադրում է, որ պայքարը ունի մի շարք դժվարություններ, որը պետք է կարողանանք հաղթահարել։ Պարոն Սաղաթելյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ ԲՀԿ-ի ձայները գողացան, երկու ուժերի կողմից մանդատները վերցնելու հայտարարության վերաբերյալ քննադատություններ հնչեցին նաև այն մասով, որ իշխանությանը եւ խորհրդարանական ընդդիմությանը ներկայիս ձևավորվող խանգարում էր ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այսինքն բոլորը հարմարվեցին սահմանադրական դատանի որոշմանը, վերցնում են մանդատները եւ գնում են նորից լավ, ինչով էր մեզ ձեռնտու ընդդիմություն չմեկնաբանեմ, էլի թե չէ մի քիչ այլ բաներ եմ ասելու հետո մենք առաջին օրից նույնիսկ նախընտրական շրջանում նույնիսկ հետո մեծապես կարևորել ենք որ ոչ միայն Բարգավաճ Հայաստան, այլ որևէ քաղաքական ուժ, ովքեր փոշիացնի իրենները անցնեն, որտեղ մենք հասկանում ենք նաև լավ, որ այդ փոշիացումը կարող է վտանգավոր լինել։ Իհարկե շատ էական եւ կարևոր է Բարգավաճ Հայաստանի անցնելը, որտեղ 3-5-րդի հարցը է, բայց ինչ կապ ունի մեր մանդատ վերցնելով Բարգավաճ Հայաստանի անցնելու կամ չանցնելու հետ։ Մենք ամենաշահագրգիռ ուժերից մեկն ենք եղել, որտեղ հասկացել ենք դա ընդհանուր գործի համար շատ կարևոր է։ Գնացին կոնկրետ ապօրինության, որը մարսելը դժվար է։ Ես ասում, եթե նախորդ ընտրություններում, չգիտեմ, խախտումներ եւ այլ բաներ եղել են, ասենց ուղիղ օրը ցերակով գողանալ մանդատները, սկզբան Հայաստանի նորանկախ պատմության մեջ ու որևէ նորմալ երկրում տեղի չունի։
Պարզ Աղաթինյան, հիմա ինչ օրակարգով կամ ինչ եք անելու խորհուրդ անում, նաև նշում էին, որ կարելի էր ընդհանրապես չվերցնել մանդատը, այդ նույն ձեր նախանշած փողոցային պայքարը կամ հավաքները ժողովրդի հետ խոսել անել եւ ընդհանրապես իշխանության օրակարգը չսպասարկել։ Իրենք ուզում են կգան խորհրդանում իրենց օրինագծերը այսպես թե այնպես կանցկացնեն, բայց ընդդիմությունն էլ կունենա իր օրակարգը։ Հիմա դուք ազգային ժողով ինչ օրակարգով եք գործունեելու։ Այն օրակարգը, որի մասին մեր դաշինքը ընդհանրապես երկու օր առաջ հայտ արել է, ամեն ինչ անելու ենք այդ օրակարգը սպասարկելու համար։ Մեր նպատակներից, ձգտումների դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխել։ Մենք ընդհանրապես դիտարկում ենք, որ մանդատը հնարավորություն է եւ գործիք, այլ ոչ թե խոչընդոտ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Իհարկե, մենք սրանով ձևավորել ենք սպասում, իհարկե մենք շատ ըմբռնումով ենք մոտենում մեր քաղաքացիներին, ովքեր այս պայքարի ընթացքում նաև այսօր էմոցիայով, նաև գուցե կոմունիկացիայի խնդիրով ունեն ճիշտ բացատրելու, հենց դրա համար է ասում ճանապարհային քարտեզը շատ կարևոր է, բայց այս ամեն ինչը ճիշտ է, սխալ է, որքան էլ արդյունավետ, ցույց կտա առաջիկա մեր գործունեությունը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ կա սպասում, կա մեծ պատասխանատվություն եւ վտանգը բավականին լուրջ է։ Բայց այլ ճանապարհը մենք չենք գտել արդյունավետ, որովհետև այլ ճանապարհը պարզապես խուսափել էր պատասխանատվությունից եւ 500,000 ձայն ստանալու դեպքում պարզապես լքել նույն այդ մարդիկ ընդհանրապես այդ բանից հետո ասելու էին դա չհասկացանք, այսինքն այս ինչ արեց։ Իհարկե հասկանում եմ դժվար է լինելու, կա այդ պատասխանատվությունը եւ շարունակելու ենք մեր պայքարը վերջնական փոփոխության հասնել։